Շոկի մեջ է ամբողջ Ծափաթաղը։ Անհետացած 3 տարեկան Տիգրանը չկա ու չկա։ Տղային վերջին անգամ մեծ եղբոր հետ են տեսել։ Ես տեսել եմ Հանեմն փոքրը իրար հետ են եղել։ Այդ ուժը ես չեմ տեսել, մենակ մեծին տեսա Բարսելոնում։ Տիգրանի եղբայրը համր է, չի կարողանում խոսել։ Կադրերում երևում է, թե ինչպես է Շամվզից պարանը բռնած, քայլում այն ճանապարհով, որով անցել է նախորդ օրը եղբոր հետ։ Դեպի լիճը։ Հա։ Ցուցատալիս է, բայց այդ մանկը այսօր գնացել են, գերեկ գնացել են, գնդե սաղով գնացել են, խորացել են, չկա։ Բայց առայժմ անարդյունք են որոնումները։ Հորաքրոջ հետ գնացել են լոգոպեդի մոտ, գուցե այդպես մի հետքի վրա դուրս գան իրավապահները։ 3-ամյա Տիգրանին գտնելու որոնողական աշխատանքներին գիշերվանից մասնակցում են 200 կամավոր։ Ներքին գործերի նախարարության 5 տարբեր բաժինների ավելի քան 300 աշխատակիցներ, օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր։ Շրջանառվող վարկածներից մեկն այն է, որ փոքրիկը հնարավոր է գնացքի տակ ընկած լինի։ Իրավապահները անօդաչու թռչող սարքով զննում են տարածքը։ Սա միակ վարկածը չէ, բայց իրավապահները չեն ուզում խոսել դրանց մասին։ Մենք բոլոր վարկածները եւս մեր աշխատանքային ստեղծել ենք շտաբ, ուսումնասիրում ենք, ոստիկանությունը եւս ստուգում են բոլոր վարկածները։ Այսինքն որոնք են այդ վարկածները։ Վարկածները այս բան չեմ հրապարակի, ընթացքում կաշխատի։ Առևանգելու մասին վարկած չկա նման։ Այս պայդորությամբ նման վարկած չի դիտարկվում։ Ծափաթաղում այսօր ոչ մի երեխայի մանկապարտեզ չեն տարել ծնողները։ Անհանգիստ են գյուղում։ 3-ամյա Տիգրանը բազմազավակ ընտանիքից է։ Տանը 5 երեխա է մեծանում։ Ինքը ամենափոքրն է։